Իրանի ղեկավարության գլխատումը կստիպի Թեհրանին գնալ բանակցությունների Թրամփի օրակարգով, թե դա միայն ավելի կբորբոքի հասարակական ու քաղաքական ցասումը։ Այս պահին ենթադրել, որ Իրանը տրվելու է Միացյալ Նահանգների պարտադրանքին, ընդունելու է նախապայմաններ եւ այդ նախապայմաններով նստելու է բանակցությունների սեղանին, իմ կարծիքով անիմաստ է։ Թեհրանն ուզում է բանակցել, մենք համաձայնել ենք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ոչ մի բանակցություն դիվանագիտությունը դավաճանած Վաշինգտոնի հետ։ Վերջին մեկ տարում բանակցությունների երկու փուլերն էլ պատերազմով ընդհատած Միացյալ Նահանգների հետ չի պատրաստվում խոսել Թեհրանը։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին է հայտարարել. Հաշվի առնելով Թրամփի մոտեցումները, հոգեբանական այդ խաղերը, որը ունի ինքը իր հոգեկառուցվածքը, մտածողությունը, բնականաբար պարզ էր, որ սա ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները նաև փորձում է դադարեցնել, որտեղ Իրանի ռազմական հարվածները, ինչքան էլ արևմտյան մեդիան ցենզուրի ենթարկի, ահավոր հետևանքներ են ունեցել։ New York Times-ին ԱՄՆ ղեկավարն ասել է, թե ինքը 3 հիանալի թեկնածու ունի Խամենեիի պաշտոնը զբաղեցնելու համար, առանց անուններ տալու։ 1-2 օր է Իրանի իշխանությունը ժողովրդից խնդրել Իրանի բարձրագույն հոգևոր թափուր պաշտոնը համալրելու համար։ Իրանի սահմանադրությամբ բանիմացների խորհրդի 88 հոգևորականներից բաղկացած մարմինն է ընտրելու նոր առաջնորդ։ Պետությունը շարունակում է ղեկավարել եռյակ խորհուրդը, նախագահ Մասուդ Փեզեշքյանը, դատական իշխանության ղեկավար Մոհսեն Եժեին և Պահապանների խորհրդի անդամ Ալի Ռեզա Էրաֆին։ Այդ խորհուրդը ձևավորում է, որը ընդամենը ապահովում է անցումը, այսինքն նպաստավոր պայմաններ, որպեսզի բանիմացների Խոբրեգանի խորհրդարանը իր նիստը գումարի եւ հոգեվորականները ընտրեն երկրի հաջորդ առաջնորդին։ Իրանը Վենեսուելայի է ուզում վերածել Թրամփը, հայտարարել է, թե դա կատարյալ սցենար է։ Թրամփն ուզում է ինչպես նախագահ Մադուրոյի եւ նրա կնոջ ձերբակալությունից հետո երկրի կառավարության անդամների մեծ մասը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Վաշինգտոնի հետ, այնպես էլ վարվեն Իրանում։ Իրանագետի խոսքով Թեհրանը հեշտ հանձնվողներից չէ, այս անգամ պատրաստ էր պատերազմի։ 2025-ի հունիսյան մարտերի առաջին օրը ԱՄՆ-Իսրայել զույգը հանկարծակիի էր բերել Իրանին։ Ռազմաքաղաքական ղեկավարությանը վերացնելուց հետո 10 ժամ պահանջվեց Թեհրանից հակահարված տալու համար։ Այս անգամ գլխավոր թիրախը երկրի գերագույն հոգևոր առաջնորդն է, համակարգի առանցքը, առաջին դեմքը, նույնպես ռազմական հրամանատարությունը, որոնք զոհ գնացին։ Ընդամենը 2 ժամ պահանջվեց Իրանից, որպեսզի սկսի ռազմական գործողությունները։ Շահնազարյանը չի բացառում, որ նահանգները ինչպես սկսել է պատերազմը, այնպես էլ ավարտի մոտորերս։ Չնայած Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ գուցե այն մինչև 1 ամիս ձգվի։ Իրանը, եթե այս 2 օրը եւս կարողանա իմ կարծիքով դիմակայել, թե պատերազմական գործողություններին, թե այն խժդժություններին, որոնք փորձում են հասարակության մոտ ստեղծել, համակարգը ներսից քանդել, կազմաքանդել, կարողանա դիմանալ դրանց, կարծում եմ, որ վստահ եմ եւ հուսով եմ, որ կդիմանա այդ ամբողջին, կարծում եմ, որ այդ դեպքում երկար չի տևելու պատերազմը։ Եթե ավարտական փուլ չմտնի պատերազմը, չի բացառվում, որ իրանական հարվածների թիրախ դառնան նաև Վաշինգտոնի եւ Թել Ավիվի բարեկամ պետությունները։ Հավանաբար Ղազախստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, որտեղ ռազմաբազաներ չունի ԱՄՆ-ն։ Հայտարարվեց, եթե հիշում եք, որ Արմագեդոն է լինելու այս պատերազմը, եթե պատերազմը սկսվի։ Եվ հստակ է այդ մասին, եթե տեղեկություններ կան, որ ամերիկյան, իսրայելական օդուժի կործանիչներ են տեղակայված որոշակի երկրներում, ես չգիտեմ խոսքը Ադրբեջանի մասին է, Թուրքմենստանի, թե Ղազախստանի մասին է։ Ղազախստանը գիտենք, որ նախագահը արդեն դատապարտել է Իրանի գործողությունները եւ ու չեմ կասկածում, եթե որևէ կասկած չպիտի ունենալ, որ եթե որևէ փորձ կատարվի այս երկրների, կոնկրետ այս 3 երկրների եւ այլ երկրներ իրենց տարածքը օգտագործել որպես պլաստարմ Իրանին հարվածելու համար, Իրանը արձագանքելու է նույն ոճով, ինչ արձագանքել է Պարսից ծոցի արաբական երկրների ռազմաբազաների հետ կապված։ Չնայած պաշտոնական Բաքուն բազմիցս վերահաստատել է, թե թույլ չի տալու իր տարածքն օգտագործել Իրանի դեմ, դեռ 12-օրյա պատերազմի օրերին իրանական պետական ալիքները գրում էին, որ իսրայելական ԱԹՍ-ներ են նկատել Ադրբեջանի երկնքում, որոնք շարժվել են Իրան։ Գայանե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։